Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է եթերում եւ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Հերթական անգամ Երևանից ուղիղ կապով պետք է զրուցենք մեր վաղեմի ու լավ բարեկամի, համահայկական ճակատ շարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Դե տեսնում եք Մոսկվայում ցրտաշունչ ձմեռ է, ձյունը առատ գալիս, մեզ մոտ բավականին տաք է, հաճելի, բայց ամենակարևորը մեր բարեկամությունը ձեզ հետ անկախ տարվա որ եղանակին էլ լինի շարունակվում է եւ շարունակվում է այսպես շատ բարի դրացիական հարաբերություններով։ Արժևում իհարկե համապետական ընտրություններն են, որին բոլորն են նախապատրաստվում, բայց մինչ ընտրություններին անդրադառնալը մի այսպիսի հարց, դուք գիտեք, որ 2 օր առաջ մեր խաղաղության աղավնին վարչապետը Նյու Յորքում մասնակցեց խաղաղության միջազգային այդ համաժողովին, ընդհանրապես ինչ են մեզ տալիս նման համաժողովները, նման միջոցառումները։ Պարոն Ղուշյան, այդ հանդիպումների մասնակցությունը արտասահմանում եւ այլ տարբեր երկրներում, չգիտեմ, այնտեղ կոնֆերանսների, խորհրդակցությունների եւ այլ ցավոք սրտի մեր երկրի ներկայացուցիչները այս Արցախի հանձնելուց հետո ընդամենը բուտաֆորիա են գնում են այնտեղ ինչ որ չեմ ուզում անձի մասով չեմ ասում արդեն այդպես են մեզ ընդունում այնքան որ ներկա քանակական այսպես գլխաքանակի համար մասնակցել եւ այլ դուք գիտեք որ բոլոր դեպքերում տվյալ միջոցառումը եւ տվյալ կազմակերպությունը դեռ իրենից այսպես ասեմ լուրջ բան չի էլ ներկայացնում բոլոր դեպքերում գուցե այդ հանդիպումները այդ բաները եթե օգտագործվի ի նպաստ մեր հարցերի բարձրացման համար ասենք կապված Արցախի հետ կապված մեր գերիների հետ որոնք այս վերջերս դատապարտվեցին կապված մեր անհետ կորածների հետ կապված մեր եւ Ադրբեջանի միջև այսպես խաղաղության պայմանագրի այն կետերի քննարկմանը, որը մեր համար անընդունելի է։ Ես ճիշտն ասած այսքան տարի արդեն 1.5 տարի է, 2 տարի է մենք լսում ենք խաղաղության մասին պայմանագիրը, բայց երբևիցե չենք լսել, որ այդ խաղաղության այսինչ կետը մեր դուրը չի գալի։ Կամ լավ, ասենք բոլոր կետերը դուր է գալի, բայց եկեք այս մի կետը մեր կողմից ավելացնենք։ Հասկանում եք, չկա գործընթաց, չկա աշխատանք։ Սենց գրել են կետերը, դրել են դեմը, ասել եմ պիտի ստորագրես։ Ու դա չի կարա լինի խաղաղություն, դա կապիտուլյացիա։ Իրանք հիմա իրենց նախընտրական եւ ընտրական այսպես գաղափարը ընտրել են խաղաղությունը։ Խաղաղություն ամեն գնով։ Կապ չունի, հողեր կտանք, մարդկանց կկորցնենք գերավարման մեջ, կապ չունի, խաղաղություն ամեն գնով, հասկանում եք, հասարակ մարդը ուզում է խաղաղություն, հասարակ մարդը նման գնահատականներ, հասարակ քաղաքացիները, մեր գյուղացիները, գուցե նման գնահատականներ չտանել, լսում են խաղաղություն բառը, պոպուլիզմի համար օգտագործվող բառ է։ Իսկ որ խաղաղություն չի լինելու, ես ձեզ վստահեցնում եմ։ Չի լինելու։ Որովհետև պահանջները մենք լսում ենք ամեն օր Ադրբեջանի կողմից ինչ-ինչ խոսակցություններ է այդ։ Արևմտյան Ադրբեջան իրանք չեն հրաժարվել։ Հա։
Այն օրն էլ միտը տպել են, որ 740 հատ, չգիտեմ, գերեզմաններ կան Հայաստանում, դա մեր տարածքն է։ Ես ճիշտն ասած հասկանում եմ մի բան, որ հիմա Ադրբեջանը եւ Թուրքիան եւ մենք դա տեսնում ենք, աջակցում է մեր երկրի ղեկավարին եւ այսօրվա գործող իշխանությանը եւ այդ քաղաքական ուժին, որ իրենք վերընտրվեն, ինչի համար։ Հասկանում եք, սրանցից ստացել են այն, ինչ որ 30 տարի չեն կարացել ստանան։ 30 տարուց ավել իրենք պայքարել են, որ մեզանից գոնե մի սանտիմետր հող ստանան։ Գոնե մի կետ մեր պայմանագրի մեջ իրանց ուզածով լինի։ Սրանցից մի քանի տարվա մեջ սա ստացան։ Ու առանձնակի, այսպես ասեմ, առանձնակի ինչ որ մեծ ուժեր չկիրառեցին։ Որպես զինվորական ասեմ ձեզ, 44 օրվա պատերազմը, հա, պատերազմ էր, ցավալի է, որ մեր մոտ այդքան զոհեր եղան եւ այլ, բայց որ sense վերցնես պատերազմական մասշտաբով, այդ 44 օրվա պատերազմի արդյունքում իրենք ոչ մի արդյունք չստացան, իրականում Ղարաբաղի հարցը չլուծին։ Իսկ Ղարաբաղի հարցը գնաց ճանաչեց դա Ադրբեջանի տարակ եւ այդ պահին դա լուծվեց։ Այն մնացածը ինչ որ դրանից հետո տեղի ունեցավ, դա ընդհանրապես տեխնիկական հարց էր։ Դրա համար ես կարծում եմ, որ գիտեք, մի քիչ մարդ պետք է երեսել ունենա, որ գնում միտեմ մի բան է խոսում։ Ինչ երեսով ես նստում, Ալիևի դեմ դու խոսում ես։ Հիշենք հայտնի ես Ալիևի մատ թափտալը։ Հիշենք, եթե ինքը մոռացել է, մենք հիշում ենք, որտեվ մենք ընդունում ենք, որ մատը թափատո է մեր երկրի ղեկավարի վրա, մեր բոլորիս վրա։ Հիշում եք, որ sense կայնեց մատ թափտալով։ Ու մի բան էլ ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ոչ մի դեպքում չի թողելու Ադրբեջանը եւ կանգնի մեր կողքին։ Ես պարզ ասում եմ, չի թողելու։ Իրենց հետաքրքրում են նավթը, ամեն գնով ստիպելու են մեզ ամեն ինչ զիջենք։ Եվ այդ տրիպի ճանապարհը ստիպեցին մենք, զիջեցինք։ Ու հավատացեք, այդտեղից անցնելու է երկաթգիծ, այդտեղից անցնելու է, եթե մնացին սրանք։ Ու այդ սաղ լինելու է ադրբեջանական սեփականություն։ Այդքան բան։ Եթե սրանք մնացին իշխանության։ Պարոն գեներալ, իրավիճակը մեր տարածաշրջանում իսկապես շատ լարված է ու վտանգավոր։ Հիմա տեսեք, սրվել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունները եւ Միացյալ Նահանգները ասում են, որ եթե Իրանը չընդունի այն պայմանները, որ նրանք առաջարկում են, ապա կարող է եւ հարվածել։ Դուք պատկերացնում եք ինչ տեղի կունենա, թե այնտեղ սկսվի այդպիսի մի ռազմական գործողություն։ Մենք էլ մեր տարածաշրջանը ինչ վիճակում մենք կարող ենք հայտնվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին մեծ ուժեր են կուտակել այդ տարածաշրջանում։ Նման ուժեր կուտակված են եղել Իրաքում օպերացիա սկսելու նախօրերին։ Նու պետք է հասկանանք մի բան։ Եթե կուտակվել է այդքան ուժ եւ կուտակվել է եւ ծախսվում է բավականին մեծ գումարներ, հա, ուրեմն իմացեք, որ դրան պետք է ունենա ելք։ Կամ ելքը պետք է լինի իրոք Իրանը ստորագրի այն բոլոր պայմանները, ինչ իրեն առաջարկում են, եւ իրենք համարեն, որ իրենք հարցը լուծեցին, հեռանան, կամ էլ այո, պետք է լինի ռազմական գործողություններ։ Բայց իմ կարծիքով այդ ռազմական գործողությունների արդյունքը շատ կասկածելի է։ Ինչ կստանանք մենք Իրանի տարածքում, օրինակ
Ամերիկայի համար հաջող գործողությունների արդյունքում։ Եթե այդպես լինի, մենք տարածաշրջանում կարող է ստանանք եւս մի մեծ, այսպես, կրակի աղբյուր, որը տասնյակ տարիներ վառելու է եւ կողքի բոլոր պետություններին բարբերաբար ներեքաշելու է այդ խնդիրների մեջ։ Եթե արդյունք չեղավ, բայց հարվածները եղան, էլի խնդիր է լինելու։ Իրանը, ասենք, պահպանվեց, բայց էլի խնդիր է լինելու, չէ՞ որ հարևան երկիրը, եթե ընկնում է նման ծանր վիճակի մեջ եւ ունենալով նման այդ քանակի ժողովուրդ, պարզավորելի մեր վրա ազդելու է, փախստականներ են լինելու եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ մենք ստիպված ինչ-որ բանով պետք է աջակցենք, նրանք մեր հարևաններն են։ Իսկ տարածաշրջանը կարա բախվի շատ ավելի լուրջ, երրորդ տարբերակը շատ ավելի լուրջ հարցերի։ Եթե այնտեղ խառնվեցին, օրինակ Թուրքիան կամ, չգիտեմ, կամ Աֆղանիստանը հայտարարեց, չէ՞, թալիբները ասին, եթե խփին, մենք օգնելու ենք Իրանին։ Սա արդեն խնդրի տարածում է եւ մեր համար բավականին վտանգավոր։ Մանավանդ եթե հանկարծ դա դիտվեց այսպես հակաքրիստոնյա պատերազմ, որը մենք կարանք ստանանք, որտեղ իսլամիստներն էլ հեռու չեն։ Եվ պատկերացրեք ինչ կարա սկսի մեր տարածաշրջանում։ Ես կարծում եմ շատ վտանգավոր բան է տարածաշրջանի համար, բայց ինչպես մենք տեսնում ենք, նման գերպետություններին մեկ է թե այնտեղ այդ տարածաշրջանում ինչ կլինի։ Հիշեք, խփեցին Յուգոսլավիային, փլվեց այդ երկիրը, մինչև հիմա չեն կարող հանգստացնել այդ ժողովուրդները։ Խփեցին Իրաքին, մինչև հիմա չեն կարող այնտեղ խաղաղություն հաստատեն ներսում եւ ստեղծվեց այդ իսլամական այդ պետությունը, որը սկսեց տարածաշրջանը շատ ակտիվ գրավել, դրանց խփին փլվեց Սիրիան, կարանք համարենք, մինչև հիմա այդ Սիրիայում չեն կարող խաղաղություն հաստատեն։ Տեսեք ինչ է տեղի ունենում, խոսելով միջազգային խաղաղության մասին, մտնում են երկիր, այդ երկրի ներսում են ստեղծում պատերազմ, որը որ ցենց կարա տասնյակ տարիներ շարունակվի։ Եվ նորից եմ ասում, եւ կպնի մեզ եւ մեր տարածաշրջանին ամբողջությամբ մենք մտնենք դրա մեջ։ Շատ վտանգավոր բան է, պարոն Ղուշի։ Պարոն գեներալ, օրերս բավականին հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ Շոյգուն ասելով, որ սխալ է Հայաստանի համար, եթե մեր երկրում գործող ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարումը տալ մեկ այլ բարեկամ երկրի թեկուզ։ Ինչու է Շոյգուն համարում սխալ նման գործարքը։ Իրենք համարում են, որ իրենց աթոռը պահելու համար իրանք պետք է լինեն թուրքամետ։ Ուրիշ տարբերակ իրենք չեն տեսնում։ Հավատացեք, իրենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ խնդիրներ ունեն։ Իրանք ինչ արեցին։ Վենսին փաստացի պատստավա են արել Հայաստանում։ Կարամ բացատրեմ խի։ Նայեք, Վենսը եւ այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգների ադմինիստրացիան քրիստոնյա հավատացյալ մարդիկ են։ Իմիջիալոց ասեմ, իրենք ամեն կիրակի մասնակցում են պատարագի։ Դուք գիտեք, մեր երկրի ղեկավարը չի սկսել գնալ պատարագի։ Հոմենակ նրա համար չէ, որ կաթոլիկոսին վնաս տա, որ այս սպիտակտան աշխատակիցներին ցույց տա, որ ինքն էլ է հավատացել։ Հասկանաք ինչ եմ ասում։ Նորից եմ կրկնում։ Ամերիկայի փոխնախագահան եւ Տրամպի թիմը
բավականին լուրջ քրիստոնյա հավատքով ապրող մարդիկ են։ Եվ ինքը գալիս է Երևանից գնում է մեր կատակոսի վրա քրեական գործ են հարցում։ Սպիտակ տանը այդ հարցում բավականին վատ են նայում։ Հիմա հարց եմ տալի։ Մեր կատալիկոսի դեմ հետապնդումները դուր չի գալի ոչ Ռուսաստանին, ոչ Եվրոպային, հիշում եք հայտնի որոշումները, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ով ծափահարեց կատալիկոսի դեմ, երբ որ մեր երկրի ղեկավարը քրեական գործ հարուցեց։ Ադրբեջանն եւ Թուրքիան։ Ես վերադառնում եմ այն փաստաթղթերին, որ իմ մոտ կան։ Ժամանակը գալիս է, մոտակա ժամանակներս մենք դա կհրապարակենք։ Ու ձեր համար պարզ կլինի ինչա կատարվում։ Նորից եմ կրկնում։ Կատալիկոսի դեմ քրեական գործերը դուր չի գալի ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ոչ Ռուսաստանին, ոչ Եվրոպային, ոչ Բրյուսելին, ոչ Վատիկանին, ում համար է անում։ Թող այդ հարցին պատասխանեմ։ Շատ մտահոգիչ երևույթ է, պարոն Ղուշյան։ Շատ մտահոգիչ երևույթ է այդ ամենը։ Մենք առաջի քրիստոնյա երկիրն ենք, առաջի երկիրն ենք, որ պետականորեն ընդունել են քրիստոնեությունը։ Գիտեք, ես վախենում եմ, որ մենք կարող է դառնանք առաջի երկիրը, որ ընդունենք սատանիզմը։ Ուրիշ բան չասեմ։ Պարոն գեներալ, դե այդպիսի փաստեր եք բերում, որ դժվար է դրանց հետ ինչ որ բան ասելը, բայց տեսեք կաթողիկոսին ասեցի ելքի արտոնագիր չտվեցին, որ նա գնա Ավստրիա մասնակցելու եպիսկոպոսների այդ համաժողովին։ Ավելին բանակում էլ գնդերեսներին զորացրեցին։ Սա ինչով եք բացատրում, որքանով էր դա ճիշտ։ Բանակի մասին մի բան ասեմ, որ դուք ինձ մի քիչ ճիշտ հասկանաք, ինչա զինվորականը։ Զինվորականը չպետք է տեսնի դավաճանություն։ Երբ որ Իսրայելի Մասադի ստեղծողին հարց տվեցին, բան կա, որ ամենայր արդեն լավ են ծաղկուն տարիներին, լավ կա, բան կա, որից Մասադը վախենում է։ Մասադի ստեղծողը եւ առաջի ղեկավարը ասեց հետեւյալը. Այո, ես վախենում եմ դեշիֆրովկայից, ես վախում եմ երկրորդը դավաճանությունից, դե երրորդն էլ ռեֆորմներից։ Մեր բանակում փաստացի այսօր գաղտնիության ռեժիմը չի պահպանվում, ես չեմ ուզում բան ասեմ, բայց այդպես է։ Այդպես է, մենք տեսնում ենք։ Մեր բանակում դավաճանությունը ակնհայտ է իդեմս այդ գնդերեսների, հա, այդ տերտերների։ Ինքը ով է, ինքը դավաճան է։ Ինքը դավաճանել է եկեղեցուց դուրս է եկել, դավաճան է դարձել, մի բերել են, նստրել են զինվորի դեմը։ Զինվորը իրան նայելով ինչ է ընկալելու, կամ պետք է հասկանա, որ սա դավաճան է եւ իրեն ատի, կամ էլ հասկանալու է, որ դա նորմ է։ Զվաղը միսօր նույն այդ զինվորը կարա դավաճանի ամեն ինչ։ Չի կարա զինվորի դաստիարակությունով զբաղվեն մարդիկ, որոնց դեռ, այսպես ասեմ, 99%-ով իրենք դավաճան են։ Եվ մեր բանակի ռեֆորմը, որը էլի մեր բանակին վնաս է տալու։ Ես չեմ ուզում դրա մեջ մանրանամ, բայց չեմ ուզում խոսեմ
վատ բանակի մասին չեմ ուզում խոսեմ, բայց ինչ խոսում եմ այդ տերտերների մասին, որոնք այնտեղ են, դրանք դավաճան են։ Իսկ դավաճանին բերել դնել գնդում, որ ինքը դաստիարակություն տանի, դա շատ վտանգավոր բան է։ Շատ վտանգավոր բան է։ Պարոն Կարապետյան, արխիվում ասացի, որ համապետական ընտրություններն են։ Ընտրություններ, որ պիտի որոշվի մեր ժողովրդի բախտը վերջնականապես։ Համայնքական ճակատ շարժումը ինչպես է նախապատրաստվում այդ կարևոր միջոցառմանը, այդ կարևոր իրադարձությանը։ Դուք ունեք ծրագրեր, որով կարող եք ինչ-որ այսպես հուսադրող մեզ խոսքեր ասել։ Պաղուշյան, մենք ունենք մեր ծրագրերը, մենք աշխատելու ենք այդ ծրագրերի համաձայն։ Մոտակա ժամանակներս ինձ թվում է ձեր համար եւ հանրության համար པարզ կլինի մեր ընտրությունների մասնակցելու ձևերին մոտակա ժամանակը եւ իրենք չեն մնալու իշխանության։ Ես երեք մեր շարժման անդամներից մեկը մի նախադասություն ասաց, ինձ դուրս շատ եկավ։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկ երրորդ սռոկ չի մնացել։ Եթե փորձել է, բարի է գնացել։ Սրանք երկու սռոկ նստած են, երրորդ սռոկ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չի եղել, նկատի ունեմ անկախ հանրապետության, չի եղել ու չի լինելու։ Երրորդ սրոք չի եղել։ Իմիջիայլոց ասեմ, ես ուսումնասիրել եմ նույնիսկ կոմունիստների ժամանակ երրորդ սրոք, որ ասենք ես ինչ որ չգիտեմ, շատ երկար, էլի չի ստացվել։ Ու իրենց հաշվարկով։ Սրանք գնալու են։ Մենք ունենք ծրագիր, ծրագիրը մենք կիրառելու ենք։ Ես կոչ եմ անում, մենք հիմա զբաղված ենք մեր ուժերի այսպես ինվենտարիզացիայով, հա, sense լեզվով ասեմ, մեր այն ուժերը, որ մենք ունենք, ես կոչ եմ անում բոլոր սպաներին, բոլոր ենթասպաներին, բոլոր զինծառայողներին, բոլոր մեր ֆիդայիններին, բոլորին ընդգրկվել մեր կուսակցության մեջ եւ մենք միասին գնանք ընտրությունների, այդքան բան։ Իսկ կոնկրետ հայտարարությունները եւ որոշումները ինձ թվում է այս մի քանի օրվա մեջ մենք կանենք եւ դուք կլսեք։ Մեր էտապ պետք լինել։ Շնորհակալություն։ Եղավ, շնորհակալ եմ ձեզանից, պարոն գեներալ, հերթական ուղիղ կապի համար։ Դե մենք շարունակելու ենք հետևել իրադարձությունների զարգացմանը եւ ձեզ հետ էլ բարբերաբար կպահենք կապը։ Շերի բարեկամներ, իսկ ձեզ հիշեցնեմ, որ մենք այսօր հերթական անգամ ուղիղ կապով զրուցում ենք համայնքական ճակատշարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Այսօր այսքանը, ցտեսություն։